Մասնավոր սեփականություն հեծը բռնի զավթվում է, որի համար թանկ կվճարեն սովորական քաղաքացիները, ըստ էության հաստատվում է էլեկտրական ցանցերի նախկին կառավարիչների համոզմունքը։ Կառավարությունը Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերության սեփականության իրավունքն ուզում է հանձնել այլ ընկերության կամ այն ճանաչել պետության գերակաշահ, եթե 3 ամսում չգտնվի այլ սեփականատեր։ Առաջիկա ամիսներին պետությունը բանակցություն կսկսի բաշխիչ ցանցի սեփականատիրոջ կամ տնօրենների խորհրդի հետ սեփականության իրավունքի փոխանցման շուրջ։ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահն է տեղեկությունը հայտնում հեծին լիցենզիայից զրկելու որոշումը ընթերցելուց հետո։ Թե ինչ ընթացք կստանա այս նախանշած փուլերը ոնց կլինեն, դա ժամանակը ցույց կտա։ Այսինքն ԿՊԱ-ական իշխանությունը փորձում է ավարտին հասցնել այսպես կոչված հեծի պետականացման գործընթացը։ Հանձնաժողովի 5 անդամներից միայն մեկը Արա Նրանյանն է դեմ արտահայտվում հեծի լիցենզիան դադարեցնելուն։ Այս 3 օրվա ընթացքում ուշադիր լսում էինք եւ ելույթները եւ հարցպատասխանը ի հայտ են եկել մի շարք հարցեր, որոնք նույնպես ես տվեցի եւ իմ տեսակետը նաեւ ձևավորել է այդ հարցերին տրված պատասխաններից։ Նրանյանը նկատում է, այս գործընթացը կարող է դիտվել հակասահմանադրական, հեծին առնչվող առնվազն 2 գործ կա սահմանադրական եւ վարչական դատարաններում, որոնց որոշումները կարող են կասկածի տակ դնել այսօրվա որոշման սահմանադրականությունը։ Եթե սահմանադրական դատարանը, որքան ես լսեցի դեկտեմբերի 16-ին, որևէ կետով ճանաչեց սահմանադրությանը հակասող օրենսդրական փոփոխությունները, ապա այս ամբողջ գործընթացը կարող է դառնալ հակասահմանադրական։ Խորհրդարանական ընդդիմությունը բարձր դատարանում վիճարկում է հեծի պետականացմանը վերաբերող օրենքների սահմանադրականությունը։ Ամիսներ առաջ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի մասին օրենքում փոփոխություն արվեց, որ հանձնաժողովի նախագահը միանձնյա կարողանա ԿՊԱ-ական Ռոմանոս Պետրոսյանին դարձնել Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերության ժամանակավոր կառավարիչ։ Հեծը պետականացնելու գործընթացը սկսելու համար փոխվեց նաև էներգետիկայի մասին օրենքը։ Նրանյանը վստահ է, քանի դեռ սահմանադրական դատարանն իր խոսքը չի ասել վիճարկվող օրենսդրական փոփոխությունների վերաբերյալ, հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը պետք է կարճեր հեծի դեմ վարույթի քննությունը։ Իրականում գործընթացը ունի ֆինանսական լուրջ հետևանքներ, մարդիկ են ազատվում, մարդիկ են ընդունվում, վարկանիշային խնդիրներ կան եւ ասել, որ այդ ամենը մեզ չի հետարկվում, կարծում դա ճիշտ չէ։ Հեծին լիցենզիայից զրկելուն դեմ քվեարկած Նրանյանը պնդում է այն, ինչ 3 օր է ասում են Տաշիր կապիտալի ներկայացուցիչները։ Հանձնաժողովը վարույթ է սկսել ոչ թե փաստական հանգամանքների հիման վրա, այլ ենթադրություններից ելնելով։ Մենք բազմաթիվ դիմումներ ստանում ենք եւ երբեք միայն դիմումի հիման վրա վարույթ չեն կարող հարուցել, մինչեւ համոզված չենք, որ արկա է խախտում, մինչեւ անբացական փաստական հիմքերը չկան։ Այս դեպքում մենք գնացել ենք այլ ճանապարհով։ Նրանյանը համոզված է, բաշխիչ ցանցում խախտումների մասին հանձնաժողովի ունեցած տվյալների համաձայն, հանձնաժողովը ոչ թե պետք է հեծին զրկեր լիցենզիայից, այլ ընդամենը տուգաներ։ Եվ վստահ եմ աուդիտորական եզրակացությունը կտա, որ այստեղ այդ վտանգավորությունը չի գերազանցել։ Շոու է անվանում հեծի նախկին տնօրենը հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստը։ Ղազինյանը դեռ լսումների առաջին օրն էր համոզմունք հայտնել, որ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը գնալու է հեծին լիցենզիայից զրկելու ճանապարհով։ Ըստ Ղազինյանի, պետությունը հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի ձեռքով խլում է հեծը մասնավորից։ Որպեսզի կառավարիչը կարողանա այսպես ինտենսիվորեն ներկայացնել, որ համակարգված է եղել, խախտում է ձերից կողմից սահմանած պահանջները։ Ուղղակի ենթադրում են ցանկությունը համակարգված դարձնելու, խաղալու մեր ժողովրդի նուրբ լարերի վրա, որ գիտեք ինչ դե հեծը սենց արեն, հենց արե։ Հեծին լիցենզիայի զրկելու որոշման հրապարակումից առաջ Դավիթ Ղազինյանը մի վերջին անգամ փորձում է համոզել, հեծում համակարգված խախտումներ չեն եղել, կեղծ է այդ մեղադրանքը, ժողովրդին խաբում են։ Հարգելի հայրենակիցներ, ձեզ խաբել են։ Ես որոշումը համոզված եմ ինչա լինելու, բայց դա ինձ համար ամենայն դեպս նորություն չի եւ այստեղ եմ ոչ թե հանձնաժողովի վրա ինչ որ ձեով ազդելու, ես ուզում եմ ասեմ, որ ամենայն դեպս ես այստեղ եմ այս 3 օրվա ընթացքում ձեզ ամեն ինչը ցույց տալու համար։ Իսկ հեծը Տաշիր կապիտալից վերցնելը ինչպես կազդի էլեկտրաէներգիայի սակագնի վրա։
հոսանքը չի թանկանա։ Իմ սրտի ուզած հարցերն եք տալիս։ Մեսրոպ Մեսրոպյանի սրտով հարցի պատասխանը հնարավոր է ժողովրդի սրտով չլինի։ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահը չի բացառում, որ հոսանքը կթանկանա։ Տեսական մակարդակով ամեն ինչ հնարավոր է։ Էլեկտրաէներգիայի սակագինը հնարավոր է բարձրանա, որովհետև եկող տարի ատոմակայանի պլանային անջատումները ոչ թե 2, այլ 5 ամիս են տևելու։ Ինքներդ եք հասկանում, որ ատոմակայանի պես էլեկտրոկայանը եւ նաեւ էժան էլեկտրաէներգիայի աղբյուր հանդիսացող ռեսուրսը, երբ որ չի աշխատում, ինքնաբերաբար ինքը բացասական ազդեցություն է ունենալու ընդհանուր սակագնի վրա, բայց մենք քանի որ ունենք այլ կետերով արդեն ձևավորված օգուտներ եւ ֆինանսական բարձիկներ, կփորձենք դրանով մեղմել այդ հանգամանքը։ Մինչդեռ Տաշիր կապիտալը խոստացել էր մինչև 2032 թվականը չբարձրացնել հոսանքի սակագինը, հիշեցնում է սպառողների իրավունքների պաշտպան Արմեն Պողոսյանը։ Սակագինը չի փոխվել դեպի վերև վերջի 10 տարում եւ որքան գիտեմ հերցը խոստացել է մինչև 32 թիվը չբարձրացնել։ Այս բոլորս ապրում ենք նույն մոլորակի վրա, նույն երկրում, ու այս կահավիժող գների ու սակագների բարձրացման ֆոնին ինչպես չգնահատենք եւ երախտագիտություն զգացում չունենանք։ Տրանսպորտի գինը նոր է թանկացել, աղբանության գինը նոր է թանկացել։ Անշարժ գույքի հարկը ոչ թե 7-20%, այլ 100%-ով է ավելացել ու էլի ավելանում։ Աննա Գյուրնազարյան, Առաքել Օհանյան, Հարություն Մաթևոսյան, Հայլուրի համար։ Հայաստանում ու աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինն իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, կարևորն ու հետաքրքիրը։